Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Հայաստանում բնականային ֆոնդը հիմնականում հնացած է, եւ այդ բնականային ֆոնդը պետք է փոխվի, եւ այն տեմպը, որ մենք ունենք, ելի ուզում եմ ես մենք ինքներս գնահատենք մեր աշխատանքը, որովհետեւ այս շինարարության ոլորտում այս բումը սկսվեց 2020 թվին մեր կայացրած մի որոշումից հետո, երբ որ մենք եկամտային հարկի վերադարձից ելքի ճանապարհային քարտեզ մշակեցինք եւ այդ ճանապարհային քարտեզը ընդունելու պահից շինարարության ոլորտում նույնիսկ 21, 22, 23 թվականներին այս միտումները արդեն սկսեցին երևալ, բայց մենք շարունակության պլաններ ունենք, որը անպայման կիրագործենք ռենովացիայի ծրագրի շրջանակներում եւ մենք համոզված ենք, որ դա արդեն շատ կոնկրետ ներդրումային մեծ ծրագիր է լինելու ռենովացիան, մասնավոր հատվածի եւ իհարկե կառավարությունն էլ իր հերթին որոշակի խրախուսումներ կշարունակի իրականացնել։ Պարոն Թովմասյան, ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրական ցուցանիշը դուք ներկայացրեցիք, որը շուրջ 15000 գործարք վերջի 6 ամիսները համեմատած նախորդ տարվա 6 ամիսների հետ տեղի է ունեցել, գործարքների մեջ իհարկե մտնում է ոչ միայն առուծախը, այդտեղ մտնում է նաև վարձակալությունը, այդտեղ մտնում է նաև ժառանգությունը եւ այլ նմանատիպ գործարքներ, բայց բովանդակային առումով ակտիվությունը մեծ է եւ մեզ հասցեագրված դիմումների քանակը եւս բավականաչափ աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ նշվեց, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հանգեցնում է նաև այն հանգամանքին, որ արտասահմանից մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում նոր գույքեր ձեռք բերել։ Այս մասով կուզենայի նշել, որ մենք երկու կարևորագույն փոփոխություն ենք իրականացրել։ Դրանցից առաջինը արդեն իսկ գործում է եւ համակարգը ինտեգրված է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակին եւ անշարժ գույքի առուվաճառքը այսօր կարելի է իրականացնել առանց որևէ վայր այցելելու, առանց նոտարի, առանց կադաստրի կոմիտեի սպասարկման խորհրդատվական կենտրոններ այցելելու, այլ էլեկտրոնային համակարգով անմիջապես գնորդը վաճառողը կարող են կնքել պայմանագիր, ներկայացնել իրավունքի գրանցման եւ ինքնաշխատ եղանակով համակարգը կիրականացնի իրավունքների պետական գրանցում։ Սա արդեն ներդրված եւ գործող համակարգ է, երկրորդը հիպոթեկային վարկավորման ձեռքբերման գործարքներին է վերաբերվում, դրա վերաբերյալ արդեն իսկ ընդունված է կառավարության որոշումը, որը սահմանել է ստանդարտ պայմանագրի ձևաչափը եւ հիմա մենք էլեկտրոնային համակարգում համապատասխան փոփոխություններն են կատարում եւ ձևաչափը պայմանագրի ինտեգրելուց հետո հիպոթեկային վարկով ձեռք բերվող պայմանագրերը հնարավորություն կլինի եւս կնքել եւ ավերացնել էլեկտրոնային համակարգում եւ ներկայացնել իրավունքի գրանցման։ Սա քաղաքացիներին տալիս է հնարավորություն, չլինելով Հայաստանի Հանրապետությունում, բանակցել կառուցապատողի հետ եւ բանկի հետ ձեռք բերել գույքը հեռահար ստորագրման մեխանիզմով, որը կրկին ազդելու է անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա։ Այսքանը շնորհակալություն։ Համեցեք, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եւս մեկ կարևոր բարեփոխման մասին, որ մեր համար նախանշել ենք, ես ներկայացնեմ, հիմա աշխատում ենք մասնավոր հատվածի հետ, կառուցապատողների հետ, խոսքը վերաբերվում է ըստ էության այս շուկայում զարգացման հաջորդ փուլին գալուն եւ ժամանակն է, որ արդեն Հայաստանում կան ապարտ հոթելների եւ իրենց կառավարող միջազգային բրենդները, այստեղ որոշակի բարեփոխումներ ենք պլանավորում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետեւ ըստ էության այդ բրենդները ոչ միայն շինարարություն են բերում, այլ նաեւ միջազգային ներդրողներ եւ ըստ էության, այսպես ասած, հայ վաճառողներ, հայ գնորդներից, ազգությամբ հայ գնորդներից շատ լավ հնարավորություն է տալիս անցում կատարելու նաեւ մեծ չափով այլազգի գնորդների, որովհետև այդ բրենդները իրենց հետ նաև այդպիսի շուկա են բերելու Հայաստան, սա մեր կանխատեսումն է եւ այդ ուղղությամբ որոշակի փաթեթներ են մշակվում, շուտով կներկայացնենք կառավարությունը։